Դպրոցական գտածոներ թեմույթ։ Սկսեմ այս գրչատուփից։ Անցած տարի պատվիրել էի գրչատուփ, որ ուներ 3 տարբեր բաժիններ եւ ամեն մատիտն ու գրիչը ունեին իր տեղը։ Եվ պարագաները վերցնելուց եւ տեղը դնելուց բավականին ժամանակ էր խլում։ Բացի այդ գրչատուփը ծանր էր։ Այս անգամ որոշեցի ձեռք բերել այսպիսի թեթև տարբերակ, որտեղ կա առանձին բաժին ռետինների եւ մանր իրերի համար, առանձին բաժին մկրատ կանոնների համար եւ ընդհանուր գրիչների եւ մատիտների, որպեսզի արագ կարողանա երեխան վերցնի, օգտագործի եւ արագ դնի տեղը։ Իդեպ ուսապարկը, որ ընտրել եմ տղայիս համար, կցուցադրեմ վիդեոյի վերջում։ Այս սրիչներից շատ եմ պատվիրել եւ գոհ եմ, քանի որ սիրում են առանց մատիտը վնասելու։ Նաեւ այստեղ կա հատուկ հարմարանք կոտրված միջուկները հեռացնելու համար։ Այս նույնից ընտրել եմ 2 հատ։ Նաեւ ընտրել եմ այսպիսի տարբերակ, ինձ շատ ուր եկավ դիզայնը եւ գույների համադրությունը։ Բացվում է 2 կողմից, նաեւ ունի 2 սրիչ, մեկը մեծ, մյուսը փոքր։ Հեշտությամբ կարող ենք բացել, միջի աղբը թափել եւ տեղադրել տեղը։ Հաջորդ ուզեմ ցույց տալ այս կարիճը, որը դեռ անցած տարի էի պատվիրել, մինչև որս օգտագործում եմ։ Կրկին առաջին աչքի ընկավ իր դիզայնով եւ ամենակարևորը շատ լավ աշխատում է։ Նաեւ ընտրել եմ նոր դպրոցական մկրատ, որակը լավն էր, նաեւ հարմար տեղավորվում է գրչատուփի մեջ։ Ուզում եմ ցույց տալ այս հավաքածուն, որը կրկին գնել եմ անցած տարի, այստեղից օգտագործել եմ միայն կանոնը։ Մնացած պարագաների անհրաժեշտությունը դեռ չի եղել, հիմա ցույց տամ ինչ է ներառված հավաքածուի մեջ։ Կարգին շատ բարակ միջուկով, նաեւ ունեք միջուկների պահեստային տարբերակ եւ ռետին նույն գունային համադրությամբ։ Այս հավաքածուի մեջ ներառված են 2 հասարակ մատիտ, կանոն սրիչ ռետին եւ փոքրիկ եւ բարակ նոթատետր։ Հաջորդ պատվերը կրկին անցած տարվանից է մնացել, անվանական թափանցիկ պիտակներ են դպրոցական իրերը անվանելու համար։ 2 օրից կրկին ստանալու եմ փաթեթ, որտեղ պատվիրել եմ դպրոցական իրեր, հետևեկի մեջին միասին անբոքսինգ կանենք։ Պատվիրել եմ սոսինց մատիտներ, հավաքածուի մեջ ներառված էին 4 հատ, կա նաև 6 հատով, 8 հատով եւ այլն։ Շատ մաչելի տարբերակ էր, իսկ որակը սովորական սոսինցներից չի տարբերվում։ Հաջորդը սովորական մարկերներ են, որոնք կարող եք գտնել նաև խանութներում, պարզապես ես գնել եմ թեմույթ ավելի մաչելի տարբերակով։ Նաև պատվիրել եմ 2 տեսակ կազմեր նախատեսված գրքերի եւ տետրերի համար 3 տարբեր չափսերով։ Առաջի տարբերակը սովորական կազմեր են, իսկ երկրորդ տարբերակը ինքնակպչուն։ Ովքեր ցանկանում են գրանցվել թեմու հավելվածում եւ կատարել մատչելի գնումներ, գրանցվեք իմ բիոյում կամ այս վիդեոյի նկարագրությունների բաժնում նշված լինքով, այնուհետև թեմուի կուպոններ բաժնում գրեք ներքևում նշված կոդը եւ եթե հասցնեք կատարել պատվեր 24 ժամվա ընթացքում կստանաք իմ կողմից 30% զեղչ առաջին պատվերի համար։ Եվ վերջում ուզում եմ ցույց տալ ուսապարկը, որ ընտրել եմ տղայիս համար։ Առաջինը, ինչի վրա ուշադրություն եմ դարձրել պայուսակը ընտրելիս, դա թեթևությունն է։ Իմ համար շատ կարեւոր է, որ գրելիս այն ծանր չլինի, որպեսզի երեխայիս մեջքը չծանրաբեռնվի եւ չցավի։ Մինիմալիստական ոչ, ունի շատ գրպաններ, ինչը սիրում են երեխաները։ Բռնակները պատրաստված են փափուկ նյութից, որը կրկին շատ կարևոր է։ Նաև ընտրելիս դա եմ հաշվի առել։ Նաև ունի այսպիսի առանձին փոքրիկ գրպան, որը եթե չենք ցանկանում, կարող ենք հանել։ Հետևեկի մեջին նոր վիդեոները եւ անբոքսինգները բաց չթողնելու համար եւ եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեկնաբանություններում։